ամեն բանից առաջ գոհանանք Տերից։ Փառավորենք նրան, սիրելիներ։ Ես ուրախ եմ, որ նորից ձեր մեջ եմ եւ բերել եմ Գլենդելի ավետարանի հավատքի եկեղեցու քույր եղբայրներից ջերմ բարևներ։ Անձամբ Արսեն աղբերը ջերմ բարևում ձեզ բոլորիդ։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, սիրելիներ։ Սա Տիրոջ ողորմությունն ու գթությունն է, որ Աստծո զավակները բիաբան իր տան մեջ են, որ այսօր էլ տվեց Տերը, այս տերունական օրը մեր սրտերը բաց անենք Տիրոջ առաջ։ Թող Տիրոջ խոսքը թափանցի բոլորիս սրտի մեջ, սիրելիներ, որովհետև նրա խոսքի մեջ հազորություն է։ Այսօր թեման սրտիս մեջ Աստված դրել է, մի թեմա, որ շատ կարևոր է, սիրելիներ, հավատքի մարդու, հոգևոր մարդու համար, սովորել, սպասել։ Ինչպես Պենտեկոստեի օրվից, երբ որ Պենտեկոստեի օրը եկավ, երբ որ Սուրբ Հոգին աշխարհ եկավ, սիրելիներ, դրանից առաջ Հիսուս առաքյալներին ասել էր, անոնց հետ մեկտեղ գտնված ատենը ապսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհեռանան, հապա սպասեն։ Հորը խոստումին, որ ասավ, ինձ մեր լսեցիք, վասնզի իրավ Հովհաննես ձեզ ջրով մկրտեց, բայց դուք շուտով օրեր չանցած Սուրբ Հոգով պիտի մկրտվիք։ Սպասելու մասին առաջինը Տերը, մեր Հիսուս Քրիստոս ասաց։ Հին ուխտում էլ կա շատ մարդիկ, որոնք Տիրոջը սպասում էին։ Ես ուզում եմ խոսել 3 կարևոր սպասումների մասին։ Առաջինը սպասելն է, որ ավելի հեշտ է, սիրելիներ, սպասել Տիրոջը։ Երկրորդը սպասելով սպասել Տիրոջը։ Սրանք տարբեր բաներ են։ Իսկ երրորդը ամենակարևորը լռիկ սպասելն է, լռությունով սպասելն է։ Ես ուզում եմ կարճ սրանց մասին, 3 սպասումների մասին խոսել։ Բայց Սուրբ Հոգին ասում է, ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք։ Ինչի սպասել Տիրոջը։ Սպասում են նրանք Տիրոջը, այն հոգևորները, այն հավատացյալները, որոնք գիտակցում են իրենց անկարողությունը, սիրելիներ։ Հիսուս ասեց, առանց ինձի բանը չեք կրնար անել։ Դրա համար, երբ որ դու սպասում ես, գիտակցում ես քո անկարողությունը, քո մոտ առաջանում է սպասում։ Սպասել ամենակարողին։ Ինչպես Պենտեկոստեի օրը ասեց Տերը, վերեն զորություն պիտի առնեք։ Ինչի հոգևորների կյանքի մեջ, շատ անգամ հավատացյալների կյանքի մեջ այդ զորությունը չի զգացում։ Որովհետև նրանք, սիրելիներ, չեն սպասում։ Այլ իրենք են գործում, սիրելիներ։ Դրա համար ասում է, պետք է հրաժարվես սեփական կարողությունից, քո իմաստությունից, քո զորությունից, քո կարողությունից։ Հիշում եք Պետրոսը։ Հիսուսին ինչ ասեց։ Եթե ես պատրաստ եմ քո հետ մեռնելու էլ գնալ։ Բայց ինչ եղավ մենք գիտենք։ Այն հերոս Պետրոսը, որ քահանայապետի ծառայի ականջը կտրեց, կարճ ժամանակ հետո նստեց ամբարիչների հետ, ծաղր ընողներու հետ նստեց և Հիսուսին դիտում էր հեռվից, սիրելիներ, որովհետև նա վստահ էր իր կարողության,
վրա սիրելներ։ Նա իր կարողության վրա վստահ էր, որ ով էլ ուրանա, ես չեմ ուրանա։ Շատ հավատացյալներ այս գաղափարը ունեն սիրելներ։ Բայց այն Պետրոսը, որը ուրացավ Տիրոջը, մենք գիտենք, որ Սուրբ Հոգին իջավ նրա վրա։ Պետրոսը արդեն, երբ որ անտեսանելին տեսնում էր սիրելներ, նրա հոգու աչքերը բացվեցին, եւ Պետրոսը, ինչպես Հիսուս նրան ասեց, սատանան ուզում է խարբալի քեզ, բայց ես աղոտ կարի, որ դու երբ դարձի գաս քու եղբայրներին էլ բերես, դարձի։ Նա Սուրբ Հոգին երբ զորությունը իջավ նրա վրա, այն Պետրոս արդեն տեսնում էր չարի գործերը, մինչև այդ նա չէր տեսնում, որ սատանան ուզում է խարբալել, եւ նա խարբալվեց, նրա կյանքը քանի անգամ ուրացավ Տիրոջը, եւ որովհետեւ նրանք պիտի սպասեին, որ երկնքից զորություն առնեին, եւ այդ Պետրոս ասում է, սատանան մռնչացող այրույցի պես տեսավ արդեն սատանային, այն մռնչացող հակառակորդին, եւ Պետրոսը եւ բանտի մեջ էր, գիտեր, որ հաջորդ օր իր հարցերը պիտի լուծեն, նա հանգիստ լռիկ քնած էր սիրելներ։ Բոլոր հավատացյալներն էլ սպասել սովորեցին, հին ուխտի սուրբերն էլ։ Մենք գիտենք Նոյը 70 տարի Նոյը տապան կառուցեց, նա սպասում էր, գործ էր անում, նավ էր սարքում, բայց չգիտեր սիրելներ, ինչ պիտի լինի, բայց նա սպասում էր Տիրոջը, նա սովորեց սպասել, 70 տարի նավ կառուցել։ Աբրահամն էլ սպասեց, նա չգիտեր ուր էր գնում, բայց անտեսանելին տեսնում էր սիրելներ, բոլոր սուրբերը այդ ճանապարհը անցել են սիրելներ։ Հովսեփ 14 տարի մոտավորապես բանտի մեջ մնաց, նա սպասեց, եւ ասում է, Տիրոջ խոսքը նրան փորձեց, նա սպասեց Տիրոջը, եւ մենք գիտենք, թե հետո ինչ եղավ։ Եվ բոլոր սուրբերի համար Եփրայեցի 11:10 ասում է, վասնզի իրեն ինքը կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որուն ճարտարապետ ու արարիչ Աստված էր։ Այո, սպասում են սիրելներ, Հոբն էլ էր սպասում։ Տեսեք ինչ ասում, վասնզի գիտեմ, թե իմ փրկիչս ողջ է, Հոբ 19:25-27 համարները։ Վասնզի գիտեմ, թե իմ փրկիչս ողջ է, ու անիկա վերջի ժամանակը պիտի ելնե երկրի վրա, ու թեև մորթես ետքը այս արփեջանա, բայց իմ մարմնով Աստված պիտի տեսնեմ։ Մենք գիտենք, որ տեսավ Հոբը, բայց Հոբը սպասեց այդ ժամին, բայց Հոբը լռիկ չսպասեց սիրելներ։ Մենք գիտենք Հոբը ինչ դժվարությունների միջով անցավ սիրելներ։ Իսկ Սաղմոս 2-ում Դավիթը նույնպես սպասում էր, բայց Դավիթը Սավուղի նման չսպասեց։ Մենք գիտենք, որ Սավուղն էլ նրան Սամվելը մարգարեն ասել էր, 7 օր հետո պիտի գամ եւ պիտի զոհ մատուցաներ։ Երբ որ մի քիչ ժամանակը եկավ, մի քիչ ուշացավ, Սավուղը ինքը մատուցեց զոհը, որ նրան արգելված էր սիրելներ։ Սավուղն էլ սպասեց, բայց ոչ Դավիթի նման, որովհետև Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ է, ասում է, սպասելով սպասեցի Տիրոջը, լսեց իմ աղաղակը, սպասելով, երբ որ սպասում ես, քո հոգու մեջ աղաղակ է բարձրանում, սիրելներ։ Իսրայելի ժողովուրդն էլ ստացել էր, գիտեր, որ Տերը պիտի հանի իրենց Եգիպտոսի երկրից,
երբ որ աղաղակ բարձրացավ, Տերը լսեց նրանց աղաղակը։ Ինչքան կարևոր է հոգևոր կյանքում համբերությունը։ Համբերող մարդն է սպասում, սիրելիներ։ Դավիթ ասում է, սպասելով սպասեցի, լսեց իմ աղաղակը Տերը, կորստյան փոսից, տղմալից կավից հանեց ինձ, սիրելիներ։ Բոլորն էլ եղել են այդ տղմալից կավի մեջ, Երեմիան էլ եղել, բոլորն էլ անցել են այդ ճանապարհը սուրբերը։ Հոգևոր կյանքում շատ դժվարություններ կան։ Դժվարություններ կան, բայց երբ որ սպասում ես, սովորում ես սպասել Տիրոջը, սիրելիներ, Տերը հասնում է նեղությանդ մեջ ինձ աղաղակի եւ ես պիտի քեզ ազատեմ ու դու պիտի փառավորես ինձ։ Ինչքան նեղություններով անցեց Դավիթը, ինչքան հալածեցին նրան, անգամ իր որդին իրենից ծնվածը հալածեց, բայց Դավիթը սպասելով սպասում էր, իսկ երրորդ սպասելը Դավիթի, տեսեք 62 Սաղմոսը ինչ ասում։ Սա ամենակարևոր տեղն է, սիրելիներ։ 62 Սաղմոսը ասում է. «Հիրավի իմ անձս լրիք միայն Աստծու կսպասե»։ Շատ անգամ ենք մենք սպասում, բայց լրիք սպասելը դա հոգևորության ամենաբարձր մակարդակն է։ Ինչքան է լինում, սիրելիներ, երբ որ մեզ նեղացնում են, այո, մենք թողում ենք Տիրոջը կարծես, թողում ենք, թող Աստված դատաստանը տեսնի, թող Աստված ամեն բան տեսնում է, մենք պատասխան շատ անգամ չենք տալիս, բայց լրիք սպասում ես դու, մեր հոգու մեջ ինչ է կատարում, ինչքան է եղել, համբերել ենք, բայց մեր հոգու մեջ պատերազմ է, մեր հոգու մեջ պատերազմ է անձի դեմ, շատ հարցերի դեմ, ընտանիքում, գործի վայրերում, ամեն տեղ, երբ որ մի հարց է լինում, դու սպասում ես, թողում ես Տիրոջը, բայց լրիք սպասում ես, քո հոգու մեջ պատերազմ կա, քո ներսի աշխարհը հանգիստ է, ինչպես Պետրոսը հանգիստ քնել էր, որովհետև նրա հույսը Աստծու վրա էր, որովհետև միայն լրիք սպասողն է, ամբողջությամբ տեսեք, լրիք միայն Աստծո կսպասեմ, միայն Աստծո եւ ուրիշ ոչ մի բանի, ոչ մարդու, ոչ քաղաքականության, ոչ մի բանի դու չես սպասում, ոչ մեկից, լրիք հոգուտ մեջ հանգիստ սպասում ես Տիրոջը եւ դու Տերը խոսում է քո հետ, հոգին խոսում է քո հետ, սիրելիներ։ Հիպոթեսեք ինչ ասում, հիրավի ան իմ վեմս ու փրկությունս է, որովհետև նրա սպասումը վեմից է, նրա սպասումը, նրա փրկությունը Աստծուց է, ինչպես երբ որ Աբիսողոմից հալածված էր, նա սպասում էր, լրիք սպասում էր եւ Տերը, մենք գիտենք ինչ եղավ վերջը։ Ով իմ անձս միայն ասում է Աստծո սպասե, վասենզի անիկա է իմ հույսը, հիրավի ան է իմ վեմս ու փրկությունս, իմ ապավենս է, պիտի չսասանիմ։ Աստուծմե է իմ փրկությունս ու փառքս, իմ զորությանս վեմը, իմ ապավենս Աստվածը։ Սա հոգու կատարելությունը, որովհետև մենք սիրելիներ Աստծո հոգուց ենք ստեղծված։ Աստված ղրկում է իր հոգին եւ մենք ստեղծվում ենք։ Այդպես է գրած Սաղմոսի մեջ։ Եվ մեր հոգին միայն հանգստություն է գտնում այդ սպասումի մեջ։ Երբ որ դու սպասում ես Տիրոջը, ամեն հարցում, ինչ հարց որ լինի քո կյանքում, որովհետև մարդ, երբ որ քո սպասումը Տիրոջից է, քո հույսը նրա վրա է, եւ Տերը երբեք ամոթո
չի թողնում մարդուն, նրանց, ովքեր իրենց հույսը Տիրոջ վրա են դնում։ Եվ 8-րդ Հռոմեացիս 8-րդ գլխի 28 համար ասում է. Տերը ամեն բաները բարի գործակից անում նրանց, ովքեր իրեն սիրում են։ Իսկ Աստծո սիրող մարդը սպասում է միայն ամեն բաները մեր սպասումները Տիրոջից է։ Միայն լռիկ սպասեք, թող չպատերազմ չլինի ձեր մեջ, թող ձեր հոգու մեջ խռովություն չլինի, թող լինի կատարյալ հույս եւ հավատ, որպեսզի սպասեք եւ Տերը իր ժամանակին պիտի հայտնվի, որովհետեւ այսօր Աստծո ժողովուրդը այդ սպասումը ունի, սպասում է Տիրոջ երկրորդ գալստյան, իսկ ովքեր սպասում են, ասում է իրենք ինք զինքը, ով որ սպասում է, ով որ այդ հույսը ունի, ինք զինքը մաքրում ամեն պղծությունից, անիրավությունից սիրելիներ։ Այսօր այդ ժամանակն է, այսօր այդ ժամանակն է, դու ձեզ տրված է Աստծո խոսքը, ձեզ տրված է ավետարանը, ինչպես Պողոս առաքյալն ասում, օգտակար է հանդիմանելու, խրատելու, շտկելու ձեզ արդարության ճանապարհների մեջ առաջնորդելու եւ ամենակարևորը ձեզ կատարյալ մարդ սարքելու։ Եվ այդ կատարյալ մարդը ամեն բարի գործերի պատրաստ է սիրելիներ։ Եվ այդ գործերը, հավատքի գործերը ձեզ կատարելությունը ձեզ պիտի ցույց տա սիրելիներ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք սովորենք սպասել։ Մեր վրա չլինի վստահությունը, որպեսզի մենք սպասենք Տիրոջը, Տիրոջ զորությանը, կարողությանը, Տերը բոլորիս տալիս է այդ հնարավորությունը իր խոսքով, այսօր հոգին գործում է եկեղեցիների մեջ, մեզ դաստիարակում է, մեզ սովորեցնում է, միայն պետք է հնազանդ հոգիներ լինել, հնազանդվել Տիրոջ խոսքին, օրհնյալ լինի Տիրոջ խոսքը, սովորենք սպասել սիրելիներ եւ միայն լռիկ սպասել, որ Հոբն էլ պատերազմի մեջ էր, Հոբը լռիկ չէր սպասում, տեսնեմ Աստծուն, հայտնեմ իմ դժգոհությունները, ես կատարյալ մարդ եմ, ես շատ գործեր եմ արել, բայց երբ որ Տերը հայտնվեց, ինչ ասեց, մեկ անգամ խոսեցի, էլ չեմ խոսելու, եւ նա լռեց, որովհետեւ ամեն օրհնությունները, ամեն զորությունները, կարողությունները Տիրոջից են սիրելիներ։ Դրա համար սովորենք սպասել Տիրոջը։ Ամեն հարցի մեջ դու քո մտքով, քո իմաստությունով հարց մի լուծի, թող Տիրոջը Տերը պիտի լուծի բոլոր մեր խնդիրները, որովհետև ինքը խոստացել է։ Ցավոք, սիրելիներ, այսօր մեր շատ հավատացյալներ ավելի շատ սիրում են խոստումներին, քան թե պատվիրանները սիրեն, որովհետև պատվիրանները սիրողներն են եւ կատարողներն են այդ խոստումները վայելելու։ Մի խափնվեք, ամեն խոստում իր մեջ պայման ունի սիրելիներ։ Եթե դու այդ պայմանը չես կատարում, ամեն բաները քեզ բարի գործակի չեն կարող լինել։ Դրա համար Աստված խոստացել է, բայց պայման կա սիրելիներ, որպեսզի ով որ ինձ սիրում ասում է, իմ պատվիրաններս կատարում է։ Մենք ասում ենք սիրում ենք Քրիստոսին, բայց նրա պատվիրանների մեջ ես, ինքը բնակվում է քո մեջ, դու բնակվում ես նրա մեջ սիրելիներ։ Թող Աստծո Սուրբ Հոգին խրատի բոլորի սիրելիներ, որպեսզի դառնանք Աստծուն, դառնանք, մոտենանք, Պետրոսի նման հերվից չդիտենք, շատ հավատացյալներ հերվից են դիտում, սիրելիներ, ոմանք էլ թողնում, հեռանում են, ինչպես մյուս առաքյալները գնացին, բայց Տերը մեզ համար աղոթք կարել։ Մենք քահանապետական աղոթքը կա մեզ համար, որ մեզ համար Տերը Հորը խնդրել է Քրիստոս, որ մեզ պահի պաշտպանի այս աշխարհի վրա ամեն չարից ու փորձանքից, թող փառավորվի Տիրոջ անունը, օրհնյալ լինի Տերը, աղոթք անենք սիրելիներ։